Adobe Photoshop-ի նոր թարմացման մեջ ավելացվել է նոր կարգավորում, որը թույլ է տալիս հանել անդրադարձությունները և արտացոլումները մեր նկարներից։ Այդ նոր կարգավորումը գտնվում է Edit վահանակում և կոչվում է Reflection Removal կարգավորումը։ Եթե մենք այժմ բացենք այս վահանակը, ապա դուք կտեսնեք, որ այս վահանակում մենք ունենք որակի կարգավորումներ, որի մեջ ունենք նախադիտման, ստանդարտ և լավագույն տարբերակները, այսինքն Preview, ստանդարտ և Best։ Վերևում մենք ունենք մի կարգավորում, որը մեզ թույլ է տալիս այն օգտագործելուց հետո ստեղծել երկու տարբեր շերտեր հիմնական շերտից, որից մեկը իրենից ներկայացնում է արտացոլման շերտը, իսկ մյուսը արդեն կարգավորած նկարի շերտը։ Եթե մենք այն անջատենք, ապա մեր մոտ կստեղծվի մեկ շերտ։ Օրինակ, եթե մենք այժմ հիմա անջատենք սա և եկեք այստեղ տանք Best, քանի որ դա լավագույն որակը կտա և սեղմենք OK։ Photoshop-ում կատարված գործողությունների հիման վրա մենք կստանանք մի նկար, որտեղից արդեն չեն լինի արտացոլումները։ Դուք այժմ տեսնում եք մեր վերջնական արդյունքը և եթե մենք նայենք այս շերտերի մեջ, մենք կտեսնենք երկու նկար, որոնցից մեկը դա նախկինում եղած նկարն էր արտացոլումներով, իսկ նրա վերևի շերտը դա առանց արտացոլման նկարն է։ Եկեք անենք Ctrl+Z և այժմ տեսնենք, թե ինչպես է աշխատում հաջորդ հնարավորությունը։ Նորից ընտրենք այս շերտը և մտնենք Edit, Reflection Removal և սեղմենք դրա վրա։ Այժմ միացնենք Create Separate Reflection Layers և եկեք նորից տանք Best։ Սեղմենք OK և սպասենք մեր արդյունքին։ Ինչպես դուք տեսնում եք, այժմ մենք ստացել ենք 3 շերտ։ Առաջին շերտը իրենից ներկայացնում է վերջական արդյունքը, երկրորդ շերտը իրենից ներկայացնում է Reflection-ը, որը առանձնացվել է այս մեր հիմնական նկարից։ Սա մեզ հնարավորություն է տալիս աշխատել առանձին այս երկու նկարների հետ։ Այս նոր թարմացումը հնարավորություն է տալիս Adobe Photoshop-ում մաքրել արտացոլումները նկարների։